Այսօր ես ուղևորվում եմ Կոստանդնուպոլիս իմ եւ ձեր համար բացահայտելու հայկական հետքերը։ Կտեսնենք բազում հայկական շինություններ, եկեղեցիներ, փողոցներ, համայնքներ եւ գերեզմաններ եւ կշփվենք նաեւ տեղի հայերի հետ։ Եկեք կարճ պատմեմ Պոլսի մասին։ Սա միակ քաղաքներից է աշխարհում, որը միաժամանակ գտնվում է երկու մայրցամաքում։ Ժամանակին կոչվել է Բյուզանդիոն, այնուհետև Կոստանդնուպոլիս եւ հայերը շատ հաճախ նաեւ կոչում են Պոլիս։ 330 թվականին Բյուզանդիոնի հիմքի վրա կառուցվել է Կոստանդնուպոլիս քաղաքը, որը շուրջ 16 դար եղել է սկզբում հռոմեական եւ բյուզանդական, այնուհետև լատինական եւ օսմանյան կայսրությունների մայրաքաղաք։ Հռոմեական եւ բյուզանդական ժամանակաշրջանում քաղաքը եղել է քրիստոնյա արևելքի մայրաքաղաքը, սակայն 1453 թվականին գրավվել է օսմանյան կայսրության կողմից, եւ դարձել է մայրաքաղաք։ Այսօր Ստամբուլը համարվում է աշխարհի top 10 մեգապոլիսներից մեկը, որը ապահովում է Թուրքիայի տնտեսության 30%-ից ավելին։ Հիմա սպասում եմ իմ տրամվային, տրամվայով գնալու ենք դեպի Բոսֆորի նեղուց նավարկության։ Ու այդ նավարկության ընթացքում ինչ շենք տեսնեք, մեծ մասը 80%-ից ավելին նախագծել են, կառուցել են մեր հայ ճարտարապետները, պալյանները, հայր եւ որդի։ Հիմա սպասում եմ տրամվային։ Այո, գնում ենք Բոսֆորի նեղուցով նավարկելու, որը բաժանում է Եվրոպան եւ Ասիան, հենց Ստամբուլը բաժանում է երկու մասի։ Այն միացնում է Սև ծովը եւ Մարմարե ծովը, որը հանդիսանում է աշխարհի ամենակարևոր նավային ուղիներից մեկը։ Այնտեղով անցնում է միջազգային առևտրի զգալի մասը։ Ինչպես ասացի, ափերին մենք կարող ենք տեսնել բազում գեղեցիկ շինություններ, որոնք նախագծել եւ կառուցել են հայ ազգի պալյանների գերդաստանը։ Նրանք պատմության ընթացքում կարևոր դեր են ունեցել թե համաշխարհային, թե հայկական մշակույթի զարգացման մեջ։ Նրանց գերդաստանը Օսմանյան կայսրությունում եղել են գլխավոր ճարտարապետներ եւ մի քանի սերունդ շարունակ մասնակցել են Ստամբուլի կառուցապատմանը։ Նրանք նաեւ մեծ ներդրում են ունեցել հայ համայնքի կյանքում, կառուցելով եկեղեցիներ, դպրոցներ, աջակցել են կրթության եւ մշակույթի զարգացմանը։ Ու առաջի շինությունը, որ արդեն մի անգամ էս նկատվում է, որ մեր Կոլմաբահչի պալատն է, որը կառուցվել է մեր հայ ճարտարապետների, պալյանների ընտանիքի կողմից։ Այստեղ մենք գալու ենք վաղը կամ մյուս օրը մտնելու ենք հենց ներսը, էլի։ Ուստեղ համարյա ինչքան շենք շինություն տեսնում եք, պալյանների նախագծած շենքերն են։ Հեսա հերթով բոլորը ցույց կտանք։ Քիչ հետո մոտենալու ենք Ջրաղան պալատին, որը ներկայիս դրությամբ համարվում է ամենաթանկ հյուրանոցներից մեկը եւ այդտեղ գալիս են հանգստի պետական պաշտոնյաներ, չէ՞։ Պաշտոնյաներ, բարձրաստիճան հյուրեր, տարբեր հյուրեր, որը նույնպես նախագծել են պալյանները։ Պալյանների ընտանիքն է։ Մի խոսքով ինչքան կարևոր հյուր կա ու պետք է զարմացնել, միանգամից բերում են այստեղ։ Տեղավորում են այս հյուրանոցում։ Տեսարանի համար, դիրքի համար։ Պատմությունը շատ անգամներ ասում է, որ իշխանությունների կողմից խեղաթյուրվում այդ պատմությունը ու շատ անգամ չի նշվում, որ պալյաններն են արել, այսինքն նշվում է, որ պալյաններն են արել, բայց չի նշվում, որ պալյանները հայ խուսափեն իրանք։ Բնականաբար խուսափեն, որովհետև ոչ մի թուրք լեզվաբան էլ հաստատ երբեք իմացեք չի բարձրաձայնի կամ չի խոսի այն մասին, որ ներկայիս թուրքերեն լեզուն, որ հարմարեցվել է լատիներեն այբուբենին, պարոն Հակոբն արել։ Լեզվաբան հրապարակախոս Պոլսի հայ։ Հա, այս էլ Ջրաղան պալատը, որը էսպայն գործածվում է որպես հյուրանոց, մի քիչ առաջ որ ասացինք, ամենաթանկանոց հյուրանոցն է համարվում Ստամբուլի, Պոլսի ու ստեղ ոնց Արմանը ասաց ինչքան լուրջ հյուրեր կա բերում են ստեղ զարմացնելու համար ու այս նույնպես պալյաններն են նախագծել այս հրաշալի շինությունը, խնդրեմ։ Շարունակում ենք բացահայտել հայկական հետքերը Կոստանդնուպոլսում եւ հիմա Բոսֆորի նեղուցով պետք է նավարկենք դեպի Քնալադա կղզի, Հայաշատ կղզի, այնտեղ մինչև այսօր լիքը հայեր են ապրում, այնտեղ տեղակայված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը պատկանում է մեր Պոլսո հայ պատրիարքարանին։ Արա հենա հացեր են բերել, որ չայ կեքին հաց շպրտենք
ուտեն։ Սա Հայդարպասա կոչվող կայարանն է։ 1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը հենց այս կայարանում հավաքեցին շուրջ 235 հայ մտավորականների եւ ձերբակալեցին։ Նրանց թվում էին նաեւ Կոմիտասը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը եւ այլք։ Նրանց ակսորեցին տարբեր քաղաքներ եւ մեծ մասին սպանեցին, նույնիսկ առանց դատավճռի։ Ապրիլի 24-ը հենց այդ պատճառով դարձավ հայոց ցեղասպանության խորհրդանիշը։ Ձեր շատ ծանոթ Սևանի ճայերը նույնպես ամբողջ ընթացքում մեզ ուղեկցում էին, բայց ասեմ, որ մենք միշտ շփոթում ենք, քանի որ սրանք իրականում որորներ են, այլ ոչ ճայեր։ Ուղղակի մենք միշտ շփոթում ենք, քանի որ ռուսերեն տարբերակը չայկանա, ու մեզ թվում է, որ ճայն էլ հայերեն է, բայց չէ, ճայը սև ագրավի պես այսպես մի հատ կենդանի է։ Թռչուն է։ Երկար նավարկությունից հետո վերջապես հասանք Քնալը կղզի, Ստամբուլից ամենամոտ գտնվող կղզին եւ պատմականորեն ամենահայկական կղզիներից մեկը։ Կղզին ունի նաեւ շատ հետաքրքիր մի առանձնահատկություն։ Այստեղ ապրում են շատ մեծ ու վայրի կատուներ, որոնցից նույնիսկ շներն են վախենում։ Այստեղ հայերի մեծ մասը գալիս են ամառները, հիմա օրինակ էս ֆուտբոլի դաշտն է, նայեք։ Հրանտ Բարսամյանի անունով ֆուտբոլի դաշտն է, հավաքվում ստեղ ֆուտբոլ են խաղում, այդտեղ որպես ավելի շատ դաչա են օգտագործում, էլի։ Հիմա էլ կան լիքը հայեր, բայց հիմնականում ամառն են գալիս։ Ու էսա խոտն էլ օրինակ դեռ կտրած չի, գալու են կտրեն ստեղ ու ամառը ամբողջ ամառ ֆուտբոլ խաղան, նայեք ինչ մեծ հավ այնտեղ էլ հենա նստարանն էլ կա նստելու համար 6000-ից ավել հայ են ստեղ ապրում, եթե նույնիսկ էսպայն ստեղ չեն, իրանց տներն է, սաղ իրանց տարածքներն է, մեր էլի, նոր արժի ամառը գալ ֆուտբոլ խաղալ։ Այս կղզու հենց կենտրոնում նաև տեղակայված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, հայ առաքելական եկեղեցի, որը Ստամբուլի ամենահին հայկական եկեղեցիներից մեկն է։ Եկեղեցին երկու անգամ հրդեհվել է, դրանից հետո արդեն վերջերս 20-րդ դարի վերջ նոր կառուցվել է այս քարեղեն եկեղեցին, որ տեսնում եք։ Եկեղեցին գործող է, ամբողջ հատվածը եւս պատկանում է Պոլսո հայոց պատրիարքությանը։ Ներսում որ մտնեք, տեսեք, հիմնական ներս մտնող սրահի դուռը փակ է, բայց քանի որ այստեղ ենք, մեր ժամկոչ եղբորը խնդրեցի իրեն, որ երաժշտությունը կանգնեցնի, որովհետև ներսում միշտ պատարակի ծամոսներից հատվածներ են հնչում։ Ինե ասպրկյա, իչարյաց ազատյա։ Խաչքարերը ուսումնասիրելուց նկատեցի շատ հայտնի ֆաշիստական նշանը, որը պարզվեց ընդհանրապես կապ չունի այդ նշանի հետ։ Սա ներկայացվում է որպես Հավերժության նշան, որովհետև հակառակ ապետը։ Ընդհանրապես կապ չունի, էլի։ Չէ, եկեղեցիների մեջ նույն նշանն է, բայց գիտես ոնց, ոչ թե 4 թևն է պատտվում, այլ բազմաթև 10, 12, այդ սիրուն ծաղիկի պես է։ Բայց եթե ուշադիր նայես իրան, ինքը պատտման մեջ է, ժամանակին հակառակ։ Հետագայում ֆաշիզմը այդ նշանը վերցնելուց հետո եկեղեցիները սկսեցին օգտագործել հավերժության այս նշանը նույնպես։ Եկեղեցու բակում ծանոթացանք Օնիկ անունով մարդու հետ, ով ինքն իրեն կոչում էր ժամակոչ, բայց իրականում միաբան էր, ով զբաղվում է եկեղեցու հետ կապված ամեն հարցով։ Կարճ ասած, միայնակ հետևում է հոգետանում եկեղեցու բոլոր կարիքները։ Ժամկոչ է կոչվում, բայց ընդհանուր եկեղեցու մեջ միաբան է կոչվում այդ պաշտոնը։ Հա, ամեն ժամին զանգը Հայ Սուրբեն ուրիշ ամեն գործի կանեմ ոս։ հասկացա։ Հայ Սուրբեն շմրանալը։ Ամա ուրիշ ամեն բանի կանեմ։ Փակելը միաբան է կոչվում, այսինքն աշխարհի Բադիարքի գերտամ վերգի պերեմ, բադիարքի վարգը գիշնեցունեմ հոսկուկա ամեն գործերը կանեմ։ Պատրիարքին որ ներքևնալում բերում են վերև։ Կոնսերներ գլա ամեն իքերը կանեմ, Իքերը բաներ ամեն դես կանենք։ Ամեն ինչի ինքն անում։ Ամեն բանի իր հոգացության Մեկ այդ պաշտոնը միաբան է դերայ կոչվում։ Այսինքն պարտադիր չի դու հոգեորական լինես, դու վարձավճարով ծառայում ես եկեղեցու։ Պոլսի պատրիարքությունը, հա, Երուսաղեմի պատրիարքությունը նման պաշտոն շատ ունի, որովհետև լիքը տարածքներ ունի, որ հերո են։ Մարդ է պետք, որ միշտ այնտեղ լինի։ Մարդ կամ իր ընտանիքով է այնտեղ լինում, վանքը հոգում է այդ կարիքները, աշխատավարձ եւ այլնի առումով։ Հասկացա։ Մշտական, որովհետև եթե միշտ ներկա չլինի, ինչ ասես կարան անեն, գան, փչացնեն, ջարդեն, քանդեն, խմեն, մի խոսքով ամեն ինչ լինում։ Այսինքն, ստեղ սովորական տեր հայր չի լինում։ Լնումա, բայց երբ որ կարիքը կա, այսինքն երբ որ առիթ կա, երբ որ տոն կա, գործո եթե չի։ Բայց ինքը ստեղ է ապրում։ Չէ, ստեղ չի լինում։ Եթե կարիք կա որ գա, ինքը գալիս է։ Եթե չէ, միշտ օնիկն է ստեղ։ Հասկացա։ Մի պահ պատկերացրեք էլի, ասենք տունն է ու հենց դիմացը նայեք, ծովափն է։ Հյուրանոց շեք, սեփական տները, հայերի տները։ Նայեք, մարդկանց տան բակն է,
Հրանտինքի անվան մանկական խաղահրապարակն է։ Հենց շատ մեծ չի, Էսպանիան օրինակ թուրքերեն են խոսում ստեղ շատերը, բայց մի քիչ առաջ ոնց ասացի, հիմնականում բոլոր այդ 6000 հայերը գալիս են ամառվա կողմ։ Կղզուց վերադարձանք Պոլսի հայկական թաղամասեր եւ այցելեցինք հայկական եկեղեցիներ։ Այսօր արդեն շարժվում ենք դեպի Պոլսո հայոց պատրիարքարան ու մինչ այդտեղ հասնել է, հիմա դուք տեսնում եք վարժարանը Պեսչեան։ Այստեղ ամբողջը հայկական փողոցներ են, հայկական շենքեր են, եկեղեցիներ ու պատրիարքարանը գլխավոր։ Սուրբ Աստվածածին աթորանիստ Մայր տաճար։ Հենց հայոց պատրիարքարանի դեմ դիմացն է։ Այստեղ համարյա բոլոր եկեղեցիների մոտ այսպես աղբյուրներ կա, նայեք։ Ի հիշատակ աղբյուրս այս Տեր Էդիկ Արշակ Վասան Կենթանյաց։ Ու սա խմելու ջուր է միջայլոց, սենց իշքան եկեղեցի կա կողքը աղբյուր կա, բոլորը խմելու ջուր է, պուլպուլակի պես մեր Երևանի։ Այս էլ են սենց փակ բան, որ ուրիշները տենց չգան չաղավաղեն, ոչ մի բան։ Կաթողիկոսների անուններն է ստեղ գրված։ Այստեղ հայկական ռեստորաններ ա եղել ժամանակին, ու այս շենքերը հենց հիմա էլ հայոց պատրիարքությանն է պատկանում։ Հիմա արդեն քիչ են մնացել հայկական ռեստորանները, միակը այդ Քոր Հակոբն է։ Սուրբ Հարություն եկեղեցի 1855 թվականին է կառուցվել, մտնենք Սուրբ Հարություն եկեղեցի։ Պոլսի հայ հետքերը ահավոր շատ են, ինչպես տեսնում եք։ Դրա համար անպայման լայք դրեք այս վիդեոյի տակ, կոմենտներ գրեք ձեր հարցերը, կփորձեմ բոլորին պատասխանեմ։ Մեկ էլ եթե հասնեք 5000 լայքի, խոստանում եմ նաև գնանք Արևմտյան Հայաստան, Անի, Վան, Մուշ եւ բացահայտենք այնտեղի մեր հողերը։ Իմիջայլոց, որ եկեղեցին մտնում ենք այս քաղաքում, այսպես մի հատ շինություն է փոքրիկ, երկաթից կամ փայտից ինչ-որ sense բան են սարքում, որ դուռը եթե բաց լինի, ներսը եկեղեցին չերևա, այսինքն անցնող դառնողը մեր եկեղեցին չտենա, sense անիմաստ ստեղ շատ են փորձում մտնեն ինչ-որ վնաս տան եւ այլն, ամեն ինչ անում են, հենա նախորդ եկեղեցիներում է տեսակ համ փակ է ներսում, որ ոչ մի վնաս չկան ընտան։ Էս էլ ուղակի, որ sense անցնելուց չտենան, հոп եկեղեցի է։ Sense շատ հետարքիր որոշում են կայացրել բարձես։ Ինչ հաճելի է, չէ՞ որ բոլորը այստեղ հայեր են աշխատողները։ Համբիկաշե, պատկերնիկաշե։ Համջատի։ Այս կինը օրինակ ասում է հայերը մեզ չեն սիրում, մտածում են թուրքացած, բան ասում է ինչ անեմ, եկել եմ ստեղ այս ամեն ինչը հերիք չի տիրություն են կանում, բան են կանում, սա կողքը թուրք է։ Մենք թուրքերեն ենք խոսում, ասում են թուրք են, թուրքացած հայեր են, հենա լսեցիք ինչ էր ասում, ու շատ ճիշտ է ասում։ Պետք է մենակ շնորհակալ լինենք այս մարդկանց, կամ օրինակ Օնիկը ինչ ուժեղ տղա էր ասենք։ Ինքն է հասկանում, ինքը ընդ չլինի, կյանքը նվիրել է կոնկրետ այդ եկեղեցու ընտանիքով էր այդ։ Շնորհակալ ենք, հաջողություն։ Մերսի, շատ շնորհակալ եմ, մերսի։ Օ, հայ ունենք ստեղ։ Նայեմ տնամիրոք մեր հայեր։ Եկել ենք մեր հայկական ժառանգությունը նկարելու ու մերոց ցույց տալու։ Այո։ Որտեղ շատ-շատերը չգիտեն ինչեր ունենք այստեղ խառնում են։ Երևանից եք եկել։ Գյուղից։ Հա, Երևանից ստեղ։ հասկացա։ Լավ է։ Հեղվից երևում է մեր հայերը։ Լավ է։ Սպարծև գիցեք ջոգը։ Ժողովուրդ տեսել Սեինթով եկեղեցին, Սուրբ Հովանես եկեղեցի հայոց։ Հովանեսը հայտնի է նաև Կարապետ անունով։ Կարապետ որպես առաջնորդ։ Հովանեսը վերջին մարգարեն առաջին սուրբն է։ Առաջին մարդը, ով իր կյանքը Քրիստոսի համար տվել է։ Գծատել են իրեն։ Հովանեսը։ Հովանես Աբուրնակրտիչ է։ Պապու անունը լա մկրտիչ եղե, մյուս տղուս անունը մկրտիչ եմ դնելու հարութից հետո։ Էլի են նույն պրինցիպով ստեղ։ Պատ բարձես։ Սուրբ Հովանես եկեղեցու պատուհանների պատկերները ոչ թե պարզապես ներկված են, այլ անցել են բազմաթիվ ջերմային մշակումներ, որոնց արդյունքում ստացվել են այսպիսի գեղեցիկ գույներով պատկերներ։ Սա փակ շուկանա, որը 1461 թվականին է կառուցվել, հայոց պատրիարքարանն է նախաձեռնես, որ սարքվի ու մեծամասամբ հայերի համար, հենց բարձա, որտեղ այն ժամանակ ոսկերչությունը հայերի մեջ շատ է տարածված եղել, այստեղ համարյա բոլորը հայեր են եղել, իրանց ոսկիներն են պատրաստել, վաճառել, մատանիներ եւ այլն, ու մինչև այսօր գործում է, շատ հնարավոր է նաեւ էլի հայեր իրանց կրպակները ունենան։
Այստեղ հիմա պարզ է, հայերը բավականին քիչ կլինեն արդեն կամ գուցե մի քանի հոգի լինեն, բայց արդեն պատկերացրեք, ամբողջը հայկական կրպակներ ա եղել, ոսկերիչներ են եղել ու ամենամեծ փակ շուկան է համարվում։ Ժողովուրդ Սուրբ Սոֆիայի տաճարում եմ, այստեղ խստիվ արգելվում է բարձր խոսալ ու նկարելն էլ նենց է, այստեղ դժվարությամբ են թողում էլի, ինչ հնարավոր է, հեսա ցույց կտամ ձեզ, մնացածը ընդամենը մի քանի վայրկյանից արդեն կպատմամ։ Այս բան վերանորոգման աշխատանքն է այստեղ կատարվում ամբողջ տաճարի տարածքում։ Սուրբ Սոֆիան կառուցվել է 537 թվականին եւ երկար ժամանակ համարվել է քրիստոնեական ամենամեծ տաճարը։ Օսմանյան ժամանակաշրջանում տաճարը վերածվեց մզկիթի եւ այստեղ մեծ դեր ունեցավ հայ ճարտարապետական դպրոցը։ Շինության ամրացման ու վերակառուցման կարևոր աշխատանքները իրականացրել է Սիմար Սինանը, որի շնորհիվ Սուրբ Սոֆիան պահպանվեց մինչև այսօր։ Մզկիթ դառնալուց հետո ներսի քրիստոնեական սրբապատկերները սվաղվեցին ու ծածկվեցին դեղնավուն շերտերով։ Սակայն տարիներ անց, երբ սկսվեցին վերականգնման աշխատանքները, պատերի վրա հայտնաբերվեցին հին սրբապատկերներ, այդ թվում նաև Սուրբ Մայր Աստվածածնի հայտնի պատկերը։ 1935 թվականից Սուրբ Սոֆիան գործեց որպես թանգարան, բայց 2020 թվականից Էրդողանի որոշմամբ այն կրկին վերածվեց մզկիթի եւ այսօր որոշ սրբապատկերներ նորից ծածկվում են սպիտակ վարակույրներով աղոթքի ժամերին։ Հիմա եկանք Դոլմաբաղչե պալատ, սա նույնպես ամբողջությամբ պալանն են նախագծել, իսկ թե ինչ պալատ է, ինչ է իրանից ներկայացնում, քիչ անց Արտուրը կպատմի, կիմանաք։ Բարև ձեզ։ Կոստանդնուպոլսի սրտում տեղակայված է Դոլմաբաղչե պալատը։ Օսմանյան կայսրության ամենաշքեղ ու ամենաեվրոպական ոճով կառուցված նստավայրերից մեկը։ Պալատի շինարարությունը անհավանական թանկ է արժեցել։ Օգտագործվել է մոտ 35 տոննա ոսկի, իսկ միայն առաստաղների զարդարման համար օգտագործվել է մաքուր 14 տոննա ոսկի։ Այս գերշքեղ շինության գլխավոր ճարտարապետը Կարապետ Բալյանն էր, ում հետ աշխատում էր նաև նրա որդին Նիկողայոս Բալյանը։ Նրանց շնորհիվ պալատը դարձավ ոչ միայն շքեղ կառույց, այլ նաև հայկական ճարտարապետական մտքի փայլուն օրինակ։ Դոլմաբաղչեն միայն ճարտարապետություն չէ, այն նաև արվեստի կենտրոն է։ Այս պալատում առանձնացված է առանձնահատուկ տեղ մեր հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու համար։ Այնտեղ պահպանվում են Հովհաննես Այվազովսկու 23 նկարներ, որոնք եզակի են, օրիգինալ եւ նմանը չունեցող, անգին են։ Նա այնքան արժեքավոր պատկերներ են սրանք, որ նույնիսկ թուրքերը ամեն ինչ արել են, հավաքել են, իրանցով են արել, հենց ասած, այսինքն սրանք հենց օրիգինալներն են։ Կարող է ասենք նկար կա, որ առաջի կրկնօրինակն է զուտ անվտանգությունից ելնելով, բայց կարելի ասել օրիգինալներն են սրանք մեծ մասը։ Եզակի կտավներ են, որ մենակ ստեղ է, այսինքն նույնիսկ կրկնօրինակ ուրիշ տեղ դրված չի։ Այս ամենահայտնի նկարն էից է։ Հայն է նախագծել այս շինությունը ու հայկական նկարներ։ Այս էլ ձեզ վառ ապացույց, որ եթե շատ ուզենանք հիմա էլ կարանք Հայաստանում այսպես ուժեղ շինություններ սարքենք, հենա հայ ճարտարապետ Պալյանն է էլի նախագծել այս ամեն ինչը։ Այս ռամկեն չեմ կարող ասեմ, բայց ինչ ոսկեգույն տեսնում եք բացի նկարներից, իսկական ոսկի է։ Այս էլ հետևի մուտքն է, ժողովուրդ, նավից շատ փոքր է երևում, այնքան հեռու ենք, բայց ահռելի մեծ է, չեք պատկերացնի։ Այս ամեն ինչում շատ մարդիկ գալիս գնում ու հիմնականում հիանում են Դոլմաբաղչեն, թե որքան է արժեցել, երբ է կառուցվել, ի ժամանակվա համար ինչ է իրենից ներկայացրել։ Նոր կներես, էլի գիտես ինչ ենք նոր զրուցում Արմանի հետ։ Մենք հսկի չունենք, սենց մի բան։ Ոնց է էլի ստացվում, որ հիմա ասում ենք հայերն են սարքել բան, բայց մերը չի։ Իսկ եթե հարցի տեսանկյունից նայենք, հա, էլի մերը չի, բնականաբար, փաստ է դա։ Նայ ես որ տեսանկյունից եմ նայում, իմ տեսանկյունը սա։ Ես այս ամեն ինչին ոչ թե նայում եմ Օսմանյան կայսրության ժառանգություն, ոչ թե սուլթանի ունեցվածքը եւ այն, ես այս ամեն ինչի մեջ տեսնում եմ ինչերի է ունակ հայկական մտքի թռիչքը, եթե ունենա սեփականի համար անելու հնարավորությունը, որովհետև այս ամեն ինչը արտացոլում է մեր ներկայիս Հայաստանը։ Տես, մենք ընդամենը մեծ աշխարհում դե հին ազգ ենք, բայց փաստացի, որ ունենք պետություն, վերջին հեսա 30 տարի նոր լրացել է։ Այսինքն մենք փաստացի 30 տարեկան պետություն ենք ու արդարացի չի, որ մենք մեզ համեմատենք 500 տարվա Օսմանյան կայսրության ժառանգություն ունեցող
այդ ամեն ինչը վերցրած ու նոր Թուրքիա հիմնած երիտուրքերի հետ։ Արդարացիչի, որ մեզ համեմատենք 200 տարուց ավել անկախություն ունեցած, իր ֆիզիկական դիրքով բոլորից հեռու, բայց պատերազմներ հրահրող ու հնարավորություն ունեցող Ամերիկայի հետ։ Հասկանում եք, մի քիչ այլ ալտերնատիվ մոտեցում, որտեղ այս ամեն ինչի մեջ թաքնված է հայկական շունչը։ Այո, ֆինանսավորումը եւ այլն Սուլթանի համար, բայց Մա ինչ-որ միտեղ գոնե գրված է, որ նա է պատրաստել այստեղ։ Այո, Կարապետ Բալյանը եւ իր տղա Նիկողայոս Բալյանը։ Որտեղ է գրված։ Հիմա այսքան մարդ որ եկել է։ Վիկիպեդիան էլ որ բացեն կատան։ Չէ, այսքան մարդ հիմա եկել է Սուլթանովա հիացած, ինքը չգիտի որ։ Չէ, իրանք շենքերով են, ինչպես որ նավով պտտվում էինք։ Նավի վրա անդադ ինչ անում։ Տեղը ասում էին, այս մարդը գիտեն թե չէ։ Աուդիո համակարգերի մեջ ասվում է, գիդերն էլ իրենց հերթին, որովհետեւ Բալյան ազգանունը ֆիքսված է։ Իրենք չեն, միգուցե եւ այդպես է, տրամաբանական է, որ շեշտը չդնեն, որ Բալյաններն ազգությամբ հայ են եւ այլն, տեսեք հայերն ինչի են, չէ։ Բալյան ազգանունը արդեն իսկ իմացող են կամ այն մարդիկ ովքեր որ գալիս են, իրենք հետաքրքրվում են, չէ։ Այսօր մենք բացահայտեցինք Պոլսի հայկական հետքերը, եկեղեցիներից ու պալատներից մինչև ճարտարապետություն ու շինություններ։ Եթե ձեզ դուր եկավ, անպայման լայքեք, բաժանորդագրվեք ալիքին, կհանդիպենք։